այսինքն անախոսները բավական մեծ կառուցվածքի հետ մեծ պատկեր գծեցին, այսինքն սա ընդհանրապես այն չի, որ մի օր իշխանավորը վեր կացավ, որոշեց դե լավ, հիմա արդեն որոշեմ ես մեկին չնշել, այնպես չի լինում, եթե այդպես փորձի միանգամից տեսնի դիմացի շշմող կարծել, դա գործերը կպտանա, չի գնա առաջ, դրա համար ինքը ի սկզբանե սրում մոտապատրաստած ունենում տարբեր տրամաչափի գործիքներ, կախված թե ինչ խնդիր կա իր առաջ ապագայում, կամ ավելի հեռու նպատակետին ինչպես դրան հասնի։ Մենք խոսեցինք տարբեր դրսևորումներով Հայաստանում մի օրինակ է խոսքի ազատության առումով, թե ինչպես են իշխանության ցուցումով իրավապահները շրջանցում վիրավորանքի ապակ հրեականացումը։ Դրանցից մեկը խուլիգանության հանցակազմներ, դրանցից մեկը Փաստաբան Կոչուբաևի դեպքներ, փաստական տվյալ եւ այլն, այդ բաներով խեղաթյուրումներով։ Դրա տարածված դրսևորումներից է դատելության խոսքի, այդ անգլերեն ասած hate speech դոկտրինի հիման վրա Հայաստանում գործող օրենքների չարաշահումը, ոչ միայն չարաշահումը, մեկնաբանությունը եւ մեկնաբանության չարաշահումը։ Մենք ունենք երկու այդպիսի հոդված, բռնության հրապարակային կոչեր, ատելություն, խտրականություն, անդրադառնություն, կամ թշնամանքի հրահրում։ Մնացածով իրար նման է, սականցնել մյուս մասին, սա այս բանը դարձել ակտուալ, որովհետև մենք նորից տեսանք, այս վերջի ամիսներին առավոտի հրապարակումներում տեսանք, գրանցել ուշադրության կենտրոնում են իրավապահների հայտնվել, ինչ որ ֆեյսբուքյան մարդիկ ֆեյսբուքում մեկնաբանություն թողով այս կամ այն քաղաքական գործի, լայվի կամ ինչ-որ պոստի եւ այլնի տակ, որպես մեկնաբանություն։ Շատերի նկատմամբ հարուցում են քրական գործեր, երբ որ ինչ-որ մեկը մի քաղաքական գործի կոպիտ մի բան գրում, կոպիտ ճակատագիր ցանկանում, այսպես ասենք, անը դնում են բռնության հրապարակային կոչ։ Երբ որ մեկին ասում է այս բանը, այսպիսին է վատնազգեսյան զզվում են եւ այլն, ատելության հրահրում։ Բայց հոդվածները մենակ այս տողերը չեն, հոդվածը հիմնականում այս տողերն են։ Անձի անձանց խմբի, ռասական, ազգային, էթնիկ, սոցիալական ծագում կրոն եւ այլ հատկանիշներով պայմանավորված բռնության կոչելը եւ ատելություն մնացած հրահրելը։ Ինչի՞ է սա կարևոր, սա այդ hate speech դոկտրինի ատելության խոսքի առասարակ ատելության հանցագործության դոկտրինի կարևորագույն մասն է։ Սա տարբերվում է այլ հանցանքներից մի բանով։ Այստեղ հանգամանքը, այս հանգամանքները, որ նշված են, պաշտպանվող հատկանիշները, թիրախը սա է, ոչ թե այն անձը, ում դեմ խոսքը արվել է։ Եթե ինչ-որ մեկը պատկերացնենք մեր բոլորակի վրա կա կանաչ գույնի մաշկով մարդիկ, շատ լավ, քանի որ մենք հաստակի համայնքից ենք, մենք կարող ենք անել, օրինակ մեկը որ ասի, այո, բաները, քաչալները, բան են, բոլորը հիմար են չկան, տգետ են, կամ նեոնացիստ են, սա կրկնակի բան չկրից, օրինակ, եթե այդ մարդը այդպես ասի ինձ, թե ասի Ռուբենին, տարաբերություն չկա, որովհետև ինքը վերագրում է դա, մի հատկանիշ որ մենք կիսում ենք։ Բայց իրականում եթե խորն է գրում օրենքին, անգամ սա հատկանիշ չի, որտեղ սա մեր ինքնության կարևոր մասը չի։ Մաշկի գույնը նայածում, որոշների դեպքում կարևոր հատկանիշ է, բայց դա պաշտպանվող հատկանիշ չի, եթե խոսքը գնա սատրագլուխների շարժման մասին։ Ամեն դեպքում, այս հոդվածները, այս քրեական հոդվածները կոչված են պաշտպանելու ինչ որ ինքնության կրողների խումբը, կրոնական փոքրամասնություններ կամ մեծամասնություններ, տարբեր գույնի մաշկ ունեցող մարդիկ, տարբեր սոցիալական ծագում ունեցողներ, օրինակ աղքատ համակից դուրս եկած եւ այլն, փախստականի ծագման հանգամանքը եւ այլն, այսինքն հատկանիշներ, որոնք մարդու ինքնության կարևոր մասն են։ Այո, նաեւ քաղաքական հայացքները, շատություն քաղաքական հայացքները, ոչ թե կուսակցական պատկանելիությունը կամ զբաղեցրած պաշտոնը, կամ այդ պաշտոնների հետ առնչությունը եւ այլն։ Եթե շատ ավելի մանրամասն նայենք, ինքը պետք է վերաբերի այն հանգամանքներին, որը մարդու կյանքի ընթացքում կամ չի փոխվում, կամ փոխել է այդ ահավոր դժվար բան, այո, Մայքլ Ջեքսոնը կարողացավ մաշկի գույնը փոխել, բայց մենք հասկանում ենք, որ մաշկի գույնը փոխելը նույն ինտենսիվությամբ հնարավոր չի անում, ինչպես կուսակցություն փոխելը։ Նայենք տարբեր կուսակցական գործիչներին, ես կարծում եմ 3 մի հատ կուսակցության անդամ այսօր մյուս վաղը մյուս, բազմաթիվ մարդիկ կան, հենց ամիջը կտրենք տղայների կտրվածքով։ Ինչպես կարելի է պատմել, որ մարդու համար կուսակցական
պատկանելիությունը ինքնության կարևոր մաս էր։ Հնարավոր չի, բնականաբար։ Այ եթե խոսքը գնա, որ լիբերալ հայացքներ ունեցողներին բոլորին պետքա վառել, կամ ձախականներին պետքա կախել, կամ ազգայնական հայացք ունեցողներին պետքա վռնդել։ Այսա կլիներ էլի ցկած տարբերակով քաղաքական հայացքով պայմանավորված ինչ-որ ատելություն կամ բռնության կոչ։ Այստեղ պիտի արդեն նայենք իրատեսական թե ոչ, հումորա թե ոչ, քննադատության շեմանցրա թե ոչ, շատ եթեներ, բայց մեր դեպքերում նույնիսկ այս շեմը դեռ չի հաղթահարվում։ Մարդու դեմ վերում են մեղադրանք քաղաքական հայացքով բանալված բռնության կոչ, ուղղված վարչապետին, որը մերժում է իզմերը, որն է իր քաղաքական հայացքը։ Այնտեղ բացառապես կուսակցական պատկանելիությունն է։ Եկեք պատկերացնենք տարբերակ, եթե կուսակցական պատկանելիությունը համարում ենք պաշտպանող հատկանիշ, ինչ է կարծում։ Եթե մեկը բնդում ասում է, իշխանությունը պետք է որ առաջ հեռանա, արդյոք ինքը չի հրահրում հանդուրժողականություն։ Ասում ես չեմ հանդուրժել, մի օր առաջ հեռանա։ Մեկ ուշ ասում եք պետք է անցած տարի դեռ հեռանային, իրանք պետք է չընտրվի։ Սա հանդուրժողականությունն է քաղաքական կուսակցական պատկանելիության պայմանավորված, սա հանցանք է, իհարկե ոչ։ Որովհետև երբ որ ատելության խոսք սկսում է գնալ քաղաքական գործիչների պաշտպանելու վրա, եթե դրանց մաշկի ուրինը չի, կրոնը չի, ազգային ծագումը չի եւ այլն, սա դառնա չարաշահման գործիք։ Անցած տարվա վիճակագրությունն այստեղ ես կարծում եմ նորմալ կլինի կամ արտեղս տարբեր շատ չի լինի։ Զարմանալի չէ, որ 90+% դեպքերը այս գործերի թիրախում գտնվում են իշխող կուսակցության ներկայացուցիչները եւ վարչապետի աջակիցները։ Այստեղ անգամ ավելի զավեշտալի օրինակ կար 2023 կարծեմ թվականին Նարեկ Մանյանի դեմ հարուցված գործի մեջ, նրանք նույնիսկ բաղդադել էին քաղաքական կուսակցական պատկանելիությունը, խոսքի բռնված էր ԿՊԻ այն հատվածին, ովքեր աջակցում են վարչապետին։ Այսինքն մենք մտնում ենք ներֆրակցիական պատկանելիության պաշտպանող հատկանիշ։ Այդպես չի լինի։ Մենք կգնանք ամեն մի մարդու կսակենք մի հատկանիշ եւ դորից կգանք ինչ վիճակի, այո, վիրավորանքը կդառնա դորից ապակրյական։ Հաստացի է, հիմա կդառնա դե յուրե։ Վիրավորանքը կդառնա քրեականացված։ Քրեականացված, արդեն հաշիվ ուզում մի անգամ ինքը դրա համար, այո։ Նորից քրեականացվածին, հիմա հաստացի քրեականացվածը դե ֆակտո, եթե այս մեկրաբանությունը դառնա հիմք, կդառնա արդեն քրեականացված կրկին դե յուրե։ Դեռ ինչքան մոտ այնքան հատկանիշ։ Եվ անցնենք ուրեմն մի հատ էլ հետաքրքիր թեմայի, ով ենք տրամաբանորեն մի քիչ կպնում ասելան, բայց սա մի թեմա է, որից ցավոք շատ չէր խոսվում ի սկզբանե, շատ կարիքը կար, կենսաչափական վերահսկողության մասին է խոսքը, կամերաներով նայելը ու մարդկանց նույնականացնելը ու դրանից բխող մնացած հանգամանքները։ Մենք հիշում ենք, որ անցած տարի եղավ մի հատ խրախճակ օրինակից, երբ որ տնտեսվարողներին պատրաստում են տեղադրել տեսախցիկներ եւ ապահովել 24 ժամյա ուղի հետեր ոստիկանության պողակի։ Այն ժամանակ եղավ քննադատություն, անձնական տվյալների անձնական ակտիվության խնդիրներ եւ այլն, անմիջապես տնտեսվարողների վրա կարծեմ վերջի հարվածը Human Rights Watch-ի անդրադարձներ դրան բավական կոշտ եւ Ներքի գործեր նախարարությունը հետ քայլ արեց, հետ քայլ ոչ թե հրաժարվեց, այլ հետ քայլ հենց, ասած որ մենք սառեցնում ենք այս օրինագիծը, փորձենք փուլային տարբերակ մտածել։ Փուլային տարբերակը իրենց մասնաստան չտվեց։ Ընդամենը մի քանի ամիս հետո հայտնվեց փուլային տարբերակի առաջին դրսևորումը, որը գրեթե նույն պարտականությունը, նույն մեխանիզմն է տալիս ներքին գործերի նախարարությանը, այս դեպքում ոչ թե մեր տարբերությունը ոչ մասնավոր սուբյեկտներ, դեռևս կարող են տնտեսվարողները տեսախցիկ չդնել իրենց սուպերմարկետներում, բայց բոլոր պետական համայնքային կառույցները, որոնք ունեն տեսախցիկներ արդեն, կամ ունենան, օրինակ այս տարի տարվա սկզբին 1700 տեսախցիկ գնվել է Երևանի մանկապարտեզների համար։ Մենակ մանկապարտեզները, մենակ 1700 դավրակ տարվա սկզբին չեմ հետևել դրանց հետո ինչ արկա։ Եվ այդ տեսախցիկներով սա հեղինակի խոսքն է ազգային ժողովրդական, ով որ հեղինակել այս օրինակիցը հնարավոր է լինելու նույնականացնել այն քաղաքացիներ, ովքեր կանեն իրավախախտումներ, ներառյալ այստեղ էլ դրված կարծեմ փողոցում աղբ կթափեն։ Այո, քաղաքացիներ, ովքեր փողոցում աղբ կթափեն, հնարավոր կլինի տեսախցիկների միջոցով նրանց ինքնությունը որոշակիացնել եւ վարչական իրավախախտում կազմել։ Այսինքն
առաջարկվել էր օրենք, որ մարդու դեմքի, հետո կեսաչափական մենակ դեմքը չի քայլվածքի ճանաչում, որ մի քիչ բարդ ալգորիթմը բայց շատ ավելի ճշգրիտ, բազա կազմելն մի քիչ ավելի դժվար, բայց անհնար չի, ռուբենալի բանամասն ավելի կասի դրա մասին։ Դեմքի մեր ամբողջ բազան արդեն վաղուց կա, նույնականացման քարտերի, բաներից, ֆոտոներից եւ այլն։ Փաստորեն սկսելու են օգտագործվել տեսախցիկների միջոցով տեսածին տակ երևացող մարդկանց դեմքի ճանաչումները ամեն տեսակի իրավախախտման բացահայտման համար։ Հիմա կասեն շատ դրա, հա, ինչ։ Հետո նույնականացում ինչ խնդիր։ Մաքուր քաղաք չեք ուզում ունենալ, ուզում ենք ունենալ փողոցը կարմետակով չանցնողներ, ուզում ենք չունենալ, այո ուզում ենք, ինչն ասում է խնդիրը։